Փետրվարը խոստանում է լինել այնպիսի ամիս, երբ զգուշությունը զիջում է իր տեղը հնարավորություններին, և լուռ ներդրումները ձայն են ստանում։ Որոշ նշանների համար հաջորդ 4 շաբաթները կլինեն հազվագյուտ ժամանակահատված, երբ անցյալի ջանքերը կսկսեն պտուղ տալ, ոչ միշտ բարձրաձայն, բայց կայուն և նկատելիորեն։ Ես ձեզ ճշգրիտ կասեմ, թե որտեղից կարելի է ակնկալել ֆինանսական շրջադարձ, որ որոշումները կամրապնդեն հաջողությունը, և որ թակարդներից ավելի լավ է խուսափել նախապես։ Ուշադիր կարդացեք և իմաստուն կերպով ընտրեք ձեր քայլերը։ Ֆինանսները ծաղկում են սթափ հաշվարկի և զգայուն ինտուիտիվ ազդանշանների շնորհիվ։ Խոյ. վճռական քայլերից մինչև կոնկրետ շահույթ։ Խոյեր, փետրվարին ձեր էներգիան կգտնի գործնական արտահայտություն ձեր ջանքերում, որտեղ դուք նախաձեռնություն կցուցաբերեք և ուշադիր կհետևեք դրանց։ Սա այն ամիսն է, երբ պաշտոնի բարձրացման համարձակ առաջարկը, անձնական նախագծի վրա համառ աշխատանքը կամ առևտրային գաղափարի մեկնարկը կարող են բերել ձեր առաջին իրական եկամուտը։ Ձեր բախտը կօժտվի նրանց, ովքեր արագ, բայց մտածված են գործում։ Գործարքի 1 կամ 2 հստակ քայլն ավելի արժեքավոր է, քան բազմաթիվ անորոշ փորձերը։ Խորհուրդ. պատրաստեք ամսվա համար համառոտ ֆինանսական պլան։ Ծախսերի և սպասվող եկամտի վերաբերյալ պարզությունը կօգնի ձեզ կենտրոնացած մնալ։ Խուսափեք կարգավիճակի ձգտման համար իմպուլսիվ ծախսերից։ Այժմ ներդրված յուրաքանչյուր ռուբլի պետք է ունենա պոտենցիալ եկամուտ։ Եթե դուք ձեռնարկատեր եք, փետրվարը լավ ժամանակ է բանակցությունների համար։ Հանդիպումների գնացեք կոնկրետ գնահատականներով և վճռական եղեք ձեր սեփական աշխատանքի գնահատման հարցում։ Կշերք. օգուտ շահերի հավասարակշռության միջոցով։ Կշերք. փետրվարը կլինի այն ժամանակահատվածը, երբ ֆինանսական հաջողությունը կհասնի հասուն համաձայնագրերի և դիվանագիտական շահույթների փոխանակման միջոցով։ Եթե դուք հետաձգում էիք պայմանագրի ստորագրումը, նախաձեռնության հիմա պաշտոնականացումը կտա շոշափելի արդյունքներ։ Աշխատավարձերը կարող են վերանայվել, վճարները պաշտոնականացվել, իսկ պայմանները բարելավվել։ Ձեր ուժը կայանում է փոխզիջում գտնելու ձեր ունակության մեջ, բայց այս անգամ կարևոր է հիշել համաձայնագրերը գրավոր ձևակերպելու մասին։ Շահերի հավասարակշռությունն ամրապնդվում է ստորագրություններով և հստակ ժամկետներով։ Գործնական գործողություններ. վերանայեք ձեր ներկայիս համաձայնագրերը և առաջարկեք ճշգրտումներ, որոնք արտացոլում են ձեր ներդրման իրական արժեքը։ Զգուշացեք իդեալաստական խոստումներից առանց ապացույցների։ Մակերեսային հմայքը չի կարող փոխարինել կոնկրետ պայմանագրային կետերին։ Կույս. կատարելություն, որը վճարում է դիվիդենդներ։ Կույս. փետրվարը կպարգևատրի ձեզ համակարգված և մանրակրկիտ աշխատանքի համար։ Վերջին մի քանի տարիների ընթացքում կուտակված ջանքերը կսկսեն շոշափելի արդյունքներ տալ՝ բոնուսներ, ծախսերի փոխհատուցում և նախագծեր ավարտ։ Ֆինանսական եկամուտներով. ձեր նշան այժմ աջակցվում է ճշգրտությամբ, հաշվարկները, հաշվետվությունները և մանրամասների նկատմամբ ուշադրությունը բոլորը կվերածվեն շահույթի։ Օգտակար է աուդիտ անցկացնել, օպտիմալացնել հաշվերը, վերանայել դեբիտորական պարտքերը և փակել հին ֆինանսական բացթողումները։ Եթե համագործակցեք գործընկերների հետ, առաջարկեք աշխատանքային չափորոշիչներ, որոնք կխնայեն ժամանակ և գումար։ Կառավարման նախաձեռնությունը կնկատվի։ Բայց մի չափազանց պերֆեկցիոնիստ եղեք։ Երբեմն լավ արդյունքը բավարար է պարգևատրման ստանալու համար, մինչդեռ երկարատև կատարելագործումը կարող է հետաձգել ֆինանսավորումը։ Կարիճ. խորը ներդրումներ և անսպասելի հոսք։ Կարիճ. փետրվարին ձեր բախտը կապված կլինի կենտրոնացվածությունը պահպանելու և ձեր ռեսուրսները ժամանակին տեղակայելու ձեր ունակության հետ։ Դուք կարող եք ավարտել մի նախագիծ, որի վրա աշխատել եք լուռ, և հիմա կգա վճարում կամ շահավետ առաջարկ։ Հավանական են նաև անցյալ որոշումների ֆինանսական հետևանքները։ Մտածված կատարված ներդրումները կսկսեն արդյունքներ ցույց տալ, լինի դա դիվիդենդների, բաժնետոմստերի գնի բարձրացման, թե վարկերի մարման միջոցով։ Կարևոր է զգոն մնալ։ Մեծ գումարները պահանջում են իրավական և հաշվապահական վերահսկողություն։ Մի հույսը դրեք միայն ինտուիցիայի վրա։ Գործնական քայլը վերանայել ձեր ներդրումային պորտֆելը և նույնականացնել այն դիրքերը, որոնք լավագույնս են իրականացվում հիմա։ Անհրաժեշտության դեպքում ներգրավեք մասնագետի՝ ռիսկը գնահատելու համար։ Ձեր ուժը խորության և հետևողականության մեջ է։
Օգտագործեք դրանք ձեր հաջողությունը ամրապնդելու համար։ Աղեղնավոր հնարավորությունների ընդլայնում, հաջողություն ռիսկի միջոցով, բայց հաշվարկով։ Աղեղնավոր փետրվարին կարող եք հանդիպել առաջարկների, որոնք խոստանում են եկամտի արագ աճ։ Սա բարենպաստ նշան է, եթե դրանց մոտենաք իմաստուն կերպով։ Ռիսկերը կարդարացվեն այնտեղ, որտեղ դուք կարողացել եք նախապես գնահատել հնարավոր սցենարները և պատրաստել պահեստային պլան։ Գումար կարող է ստացվել վերապատրաստման, կարճաժամկետ նախագծերի կամ անսպասելի կեսդրույքով աշխատանքների միջոցով, որտեղ դուք կցուցաբերեք ճկունություն և հնարամտություն։ Գործնական խորհուրդ. մի ստանձնեք ամեն ինչ։ Ընտրեք հնարավորություններ, որտեղ ձեր հմտությունները հստակ առավելություն են տալիս, և հաշվարկեք վերադարձման ժամկետը։ Խուսափեք անխոհեմ ֆինանսական մանևրերից առանց հստակ տրամաբանության։ Խաղամոլությունը կարող է խառնվել ինտուիցիայի հետ, բայց ավելի շահավետ է աշխատել առողջ դատողությամբ։ Պատվիրեք վճարովի անհատականացված հորոսկոպ։